Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Այսօր կարդացի ամերիկյան հետախուզության տարեկան զեկույցի մեզ վերաբերող մասը։ Եվ այնտեղ հետաքրքիր բաներ կա, որ ուզում եմ դուք շեշտեմ, որ դուք եւս մեկ անգամ եթե չեք լսել, ապա լսեք եւ ուշադրություն դարձնեք։ Ինչ է ասում այդ զեկույցը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ հիմնական խոչընդոտը, որ այդ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրվի, դա սահմանադրություն։ Մնացած բոլոր կետերը մեր երկրի ղեկավարությունը ի վնաս Հայաստանի համաձայնվել։ Խոսքը գնում է անկախության դեկլարացիայի մասին, որ Ալիևը պահանջում է այդ դեկլարացիան փոխի։ Եվ հետաքրքիր միտք է այնտեղ, որ ասում է, որ քիչ հավանական է, դա ամերիկացիների գնահատականն է, քիչ հավանական է, որ ռեֆերենդումը բերի նրան, որ այդ կետը ռեֆերենդումով կարողանան հանեն։ Ուստի ինչ է արել մեր երկրի ղեկավարը եւ թքող հայհոյող պարլամենտի ղեկավարը։ Ստեղծել են հանձնաժողով պարլամենտի ղեկավարի գլխավորությամբ, որի խնդիրն է շրջանցել գործող սահմանադրությունը եւ առանց ռեֆերենդումի գտնել ճանապարհներ, որ այդ դեկլարացիայից հրաժարվեն եւ ընդունեն նոր դեկլարացիա։ Եվ ըստ նույն այդ հետախուզության զեկույցի դա կարվի երևի թե անմիջապես վերջի օրերը միջև ընտրությունները։ Եվ սա կլինի իրենց վերջին դավաճանություն, որովհետև դրանից հետո հունիսի 7-ից հետո իրենք հաստատ չեն լինելու։ Պատկերացնում եք, նորից միանձնյա նորից դավաճանություն, նորից թուրքամետություն եւ թուրքի տակ կզել։ Ժողովուրդ, մենք հաշվի առնելով այդ բոլորը երեք հայտարարեցինք, մեր կուսակցությունը հայտարարեց, որ մտնում է ընտրությունների մեջ։ Նիկոլ Փաշինյանը վստահ մանագալի փողոցով ասում է Իրան ընտրելու են։ Այդքան տղա ես, բաց թող բոլոր բանտարկյալներին, որոնց դու բանտարկել ես, Սամվել Կարապետյանին, սրբազաններին, թագիր այդ քո շինցու գործերը մեր բոլորիս վրա, բոլոր այն քաղաքական գործիչների վրա, որոնցից դու վախենում ես, եւ փորձիր մեզ հաղթել ազնիվ պայքարում։ Չես կարող։ Էլի չես հաղթելու, նույնիսկ այդ վիճակում չես հաղթելու։ Մենք միակ ուժն ենք այսօր։ Թող չնեղանան մյուս ընդդիմադիրները։ Թող չնեղանան բոլոր նրանք, ով գուցե այդ ընդդիմադիրների կողքին են, բայց իրենք ռեալ ընդդիմադիր ուժ չեն եւ մենք դա դրան համոզվեցինք այս վերջի մի քանի օր այդ ձերբակալությունների այսպես բերանները ջուր հավաքած նստածներին։ Բացի դրանից, այդ ընդդիմադիրներից ոմանք միանալու մեզ, եկել էին այստեղ ու ասում էին ինձի գումար տուր, գիտեք ինչքան ինձանից գումար ուզում, ասում էին $5 միլիոն փող տուր, մենք միանանք քեզ, պատկերացնում եք, թող գնացեք սառը ջուր լցեք վրներդ, մենք փողով մրցակցություն չենք անում եւ փողով դաշտ չենք մտնում, ոչ մի կաշառք չենք տալու, մենք ով որ ուզում է փող աշխատի, գնացեք քվեարկեք մյուսներին, մյուս քաղաքական ուժերի օգտին, դուք մեզ պետք չեք, մեզ պետք են ազնիվ հայեր, մեզ պետք են ազնիվ հայրենասերներ, մեզ պետք են ազնիվ երիտասարդներ, որոնք պատրաստ կլինեն իրենց երկիրը կառուցեն, չոքից բարձրացնեն, կանգնացնեն ոտքի։ Միացեք մեզ, ու մենք կարանք փոխենք իրավիճակը, մենք կարանք այնպես անենք, որ Ալիևը իր պահանջները ոչ թե մեղմացնի, այն նստի մեր հետ հավասար խոսի, ես սա վստահորեն ասում եմ, մենք գիտենք այդ ճանապարհները, մենք կարող ենք այնպես անել, որ մեր ամբողջ ժողովուրդը հանգիստ ապրի, մենք բերելու ենք նրան, որ Հայաստանում ընդերքը պատկանի հայ ժողովրդին, ոչ թե այլ երկրներին, ոսկին, մոլիբդենը եւ այլը, ամբողջը, էներգետիկան, ճանապարհները վերահսկենք մենք եւ դրանից մենք հայ ժողովրդով գումար աշխատենք։ Հավատացեք, մեր այսօրվա արկա հարստությունը, եթե լինի մեր հայ ժողովրդի սեփականությունը, բավարար է, որ մեր ժողովուրդը ծաղկի եւ ապրի եւ
դեկլարացիաներ հարկեր չմուծի։ Շնորհակալություն։ Մեր հետ եղեք։